Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ՑՍՏ Արփինե Նավասարդյանը, 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը ընդունել է իր սխալը, սակայն ներողություն չի խնդրել։ Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներում շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթևոսյանի անունը։ Այս 4.5 տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը եւ առավել եւս ոչ մի բանասեր կամ գրականագետ կամ գրողի ընտանիքի որևէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթևոսյանն է, այլ Վանո Սիրադեղյանը։ Չէր հայտարարում, որովհետև մեր միջավայրում նորմալ էր նայել եւ չտեսնելը, կարդալ եւ չնկատելը, լսել, բայց չլսելը, կամ եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետև մեր միջավայրում նման աննշան դետալները էական չեն համարվել։ Իր Facebook-յան գրառման մեջ գրել է Հակոբյանը, շեշտելով կրթվել է նորաձև է շարժման նպատակը տողերի, վերնագրերի, հեղինակների, տեքստերի, մտքերի, փաստերի, բառերի իմաստների մեջ խորանալն ու դրանք ճիշտ ըմբռնելը մեզանում նորաձև դարձնելն է։ Հիշեցնենք, որ Իմ քայլը բարեգործական հիմնադրամի կրթվել է նորաձև է ծրագրի հանդիպումներում Աննա Հակոբյանի բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել է Հրանտ Մաթևոսյանի նկարն ու իբրև թե գրողի խոսքը, որի հեղինակն իրականում Վանո Սիրադեղյանն է։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։ Հաղորդվում է, որ Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներառված են Անտալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում։ Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում կարգախոսով Էրդողանի հովանու ներքո։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի շուրջ 4800 ներկայացուցիչ 148 երկրից, այդ թվում 18 պետությունների ղեկավարների մակարդակով։ Հիշեցնենք, Հայաստանը 2022 թվականից մասնակցում է Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Ազգային ժողովի աշխատակազմը դրական եզրակացություն է տվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Այս մասին Նյուսայեմին հայտնել է ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա խոսքով հարցն առաջիկայում կընդգրկվի ազգային ժողովի քարոզիայի օրակարգում եւ ինքը այս հարցով զեկույցով է հանդես գալու։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ նախ պոշտոնով պահանջել էր լրագրող Ռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, ապա ասել գնա շրթունքներդ մաքրի։ Դրանից հետո լրագրողները էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով ստորագրահավաք էին սկսել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի 25 անդամներից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը երկկուսակցական ազդեցիկ նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլսին, պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը եւ Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել Միացյալ Նահանգների քաղաքականությունը, պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակը։ Նամակը, որի ստորագրումն առաջնորդնել են կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաուն, Բրեդ Շերմանը եւ Գազ Բլիրիկասը, ուղարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին վերջին հայտարարությունների խորապատկերին, երբ ադրբեջանական կողմը պահանջում է փոփոխություններ Հայաստանի սահմանադրությունում եւ ԵՀԱԿ Մինսկի խմբի լուծարում։ Նամակը վճռական ներգրավվածության կոչ է անում ամերիկյան ղեկավարությանը դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան եւ հաղթահարելու Հարավային Կովկասում արդար եւ կայուն խաղաղության հասնելու խոչընդոտները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է ազգային ժողովի падգամավոր Վիլեն Գաբրիելյանի падգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ազգային ժողովի նախագահի արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարացրած падգամավորի մանդատ տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Մինչ այդ հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի թեկնածու Արշակ Գևորգի Օրդուխանյանի գրանցումը, հիմքում ընդունելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացված ինքնաբացարկի եւ մանդատից հրաժարվելու մասին 2025 թվականի ապրիլի 2-ի դիմումը, որը վավերացված է եղել նոտարական կարգով։ Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի Հայաստանը հետ է կանչել Ադրբեջանի քաղաքացիների հետախուզումները։
Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։ Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը եւ այն, որ կողմերը 2007 թվականից չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը, 2024 թվականին կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման չհայտարարման հանձնառությունը, հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականատված դաշտերի քարտեզների ճշգրտությունը։ Այս մասին X-ի իր էջում գրել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, որ Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ եւ ավելի ճշգրիտ քարտեզներ չկան, նշել է նա։ Գերատեսչության ներկայացուցիչն անդրադարձել է նաև Ադրբեջանի մեղադրանքներին իբր հայկական լեռնահանքային ձեռնարկությունների կողմից բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ։ Բադալյանի խոսքով ՄԱԿ-ի միջազգային դատարանը միանշանակ մերժել է Բաքվի համապատասխան հայցը Երևանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 333 մարդ մահացել է, 6116-ը վիրավորվել։ Ազգային ժողովում ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով լսումների ժամանակ հայտարարեց իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ միայն 2025-ի հունվար, փետրվար, մարտ ամիսներին արձանագրվել է 988 ճանապարհատրանսպորտային պատահար, 60 զոհ, 1391 վիրավոր։ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավելի զոհ, մոտ 70,000 վիրավոր, որոնցից 2-ից 3000-ը ձեռք են բերում ՑՄՀ հաշմանդամություն, ընդգծեց падգամավորը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ 2023 թվականին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 379 մարդ։ Շամշյանքոմի փոխանցմամբ այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Ան իր վարած Toyota Magnus-ի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 129 կիլոմետրի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով վարորդը տեղում Վայոց ձոր բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Ավտոմեքենան, կարելի ասել, մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ, մինչ այդ բախվելով բետոնե փոքրիկսյանը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, ժամը 18:20-ի սահմաններում Մարտունի Վարդենիս ավտոճանապարհի 15 կիլոմետրի հատվածում բախվել են ՎԱԶ 2121 եւ BMW Magnus-ի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։